Կար մի իրավիճակ, որ թվում էր, թե ամբարիշտը հաջողվում է, ինչ ուզի կանի, որ ժամանակ ինչ ուզի կհասցնի, կհարմարեցնի, սրտի ուզածը կանի, սրտի ուզած տեղը կգնա, գոռոզներին, որ բարես շենել են եւ անօրենություն են անում, մինչեւ անգամ Աստծուն էլ փորձում եւ բրծնում են, ազատվում են դրանից։ Եվ այն ժամանակ խոսեցին Տիրոջից վախեցողները եւ նրա անունը պատվական համարողները։ Եվ հիշատակի գրքեր բացվեցին ու խոսում է Տերը եւ նրանք իմը կլինեն 17-րդ համարը ասում է Զորաց Տերը այն օրը որ ես կանեմ իմ սեփականությունը եւ ես նրանց կխնայեմ ինչպես մի մարդ իր որդուն է խնայում որ ծառայում է իրեն եւ դուք ետ կդառնաք ու կտեսնեք ծառայություն անողի եւ չանողի տարբերությունը կտեսնեք արդարի եւ ամբարիշտի տարբերությունը կա տարբերություն սիրելի ժողովուրդ կա սիրելիներ տարբերություն, ուղղություն անողի եւ ուղղություն չանողի միջև։ Կա տարբերություն այն մարդու միջև, ով ընտրում է քայլել Տիրոջ ճանապարհներով եւ նրա միջև, ով գնում է մեղքի ժամանակավոր հաճույքների ետևից։ Կա տարբերություն, ծառայություն անողի եւ չանողի միջև։ Կա տարբերություն, ով զգուշություն է անում իր հոգուն եւ կա տարբերություն, ով անհոգ նստած է եւ զգուշություն չի անում իր հոգու համար։ Եվ կա նաև հետևանք եւ վարձք, որոնք մեծ օրհնություններ ենք մենք ժառանգում սիրելիներ։